Եվ հիմա դուք ինչ եք պատրաստվում անել։ Չեմ պատրաստվում եկեղեցուց դուրս գալ, պատրաստվում եմ շարունակել իմ քահանայությունը, այո, ուզում եմ շեշտել քահանայությունը, որովհետև միջև ինձ կարգալույծ անելը, եթե առհասարակ եկեղեցում օրենքը գործում է, շատ անօրենների, հոգևոր կյանքի մեջ, այսպես ասեմ, անօրենություն գործածների պետք է այլևս կարգալույծ եղած լինեին, եւ եթե ես տեսնեի, որ այն մարդիկ, ովքեր որ այս ընթացքում այսպես Աստծո նկատմամբ իրենց ուխտը դրժելուց հետո չեն շարունակում քահանայություն անել, միգուցե ես էլ իմ կապան կամ ֆարաջան կհանեի եւ եկեղեցուց դուրս կգայի, բայց միջև Տեր Արամին կարգալույծ անելը, գիտեք, ինձանից առաջ ինչքան մարդիկ կան, որ ուխտադրուժ են եղել Աստծո հետ, իրենց ուխտը խախտել են եւ այսօր եկեղեցում իրենց սպասավորությունն են անում, նրանց այսպես ժողովուրդը գիտի որպես կարգալույծ չեղած մեկը ու նաև նրանց ձեռքից էլ հաղորդություն է առնում։ Իսկ Տեր Արամը, որ ուղակի ըմբոստացել է, այն եկեղեցու մեջ տեղ գտած վատ դեպքերի հետ կապված, այն արարքների հետ կապված իր խոսքը բարձրաձայնել է եւ ուղակի իրենց հետ համաձայն չի եղել, ահա նրանց աչքերում ես այլևս քահանա չեմ։ Փաստացի կարգալուծությունը ուղակի թղթաբանության վերածեց այդ process-ը ընդհանուր, բայց խորքում երբ որ ես առաջին օրվանից սկսեցի այս ամեն ինչը լուսաբանել, այլևս ես նրանց համար եկեղեցուց դուրս էի դրված։ Ինչ է կարգալուծությունը, եթե ոչ այդ եկեղեցուց դուրս դնելը։ Հավատացեք, որ այս ամեն ինչը շուտվանից է սկսված այս process-ը, թե մի առաջնորդը դեռ ամիսներ առաջ ինձ ասում էր, որ դու չես կարող քահանա լինել, դու գրավոր նկատողություններ ունես ստացած, այսքան գրավոր նկատողություն ստացած հոգևորականը չի կարող քահանայություն անել եւ ես հարց ունեմ, էլի, օրինակ, չգիտեմ, երեխա մկրտելու համար, փոքրիկ երեխային ավետարանը տալու համար քահանան չի կարող քահանայություն անել, բայց կուսակրոնության ուխտը ընդունած եւ սիրուհիներ ունեցող կին երեխաներ ունեցողը կարա հաղորդություն տա, իր տված հաղորդությունը համարվում է հաղորդություն, իսկ ուղղակի եկեղեցու խնդիրները բարձրաձայնած հոգևորականի հաղորդությունը հաղորդություն չէ կամ քահանայությունը սիրուհի ունեցողը շատերը անուններ այս պահին չեմ տա, բայց եթե ես տեղեկացնում եմ, եթե այդ հոգևորականները որևէ բան կխոսեն, եղբայրաբար ուղղակի նրանց ասում եմ, իմ տեղեկությունները հստակ են, փաստերի հիման վրա, ես ուղղակի կգա մի պահ ու մեր հանրությունը կիմանա, ով որտեղ է իր մազերը կտրում, ով որ լրագրողական ցանցի հետ է համագործակցում։ Այսինքն կուսակրոնության ուխտի խախտում։ Ես արդեն ակնարկներ եմ անում, որ շատերը դրանից կհասկանան, թե խոսքը ում մասին է եւ մի րոպե կնեք, իսկ ձեզ համար ընդունելի էր այդ մարդկանց կամ հոգևորականների կողմից ձեռնադրվել քահանա։ Ուրեմն տեսեք, ես 2009 թվականին ընդունվել եմ Գևորգյան հոգևոր ճեմարան, բոլոր քննությունները ինքս եմ տվել։ Ես եմ իմ վրա աշխատել, իմ զարգացմամբ զբաղվել, եկել հասել եմ մի կետ, որ դուք մի մտածեք, որ այո, իրենց ձեռքով եմ ես ձեռնադրվել, բայց վերջապես ինձ կանչողը ոչ թե իրենք են եղել, այլ Աստված։ Վերջապես յուրաքանչյուր քահանայի քահանայության կանչողը ոչ թե մարդն է, այլ Աստված։ Եվ այս իմաստով ներողություն եմ խնդրում, ես Աստծո քահանան եմ, ոչ թե մարդու քահանան։ Որ ձեռնադրվում եք իրենց կողմից, դուք չգիտեք, որ իրենք կուսակրոնության ուխտը խախտել են, կամ դուք տարիներ շարունակ, հիմա տպավորություն է, որ հիմա հավաքագրվել է ինչ-որ ինֆորմացիա։ Դուք Օհանավան վերջին անգամ երբ եք եղել։ Ճիշտ ասած, մի քանի ամիս առաջ։ Իսկ բոլորն են, որ մի քանի ամիս առաջ են այստեղ։ Իսկ ինչ դեպքերի հիման վրա եկաք Օհանավան։ Ես ուղղակի սկանդալ է։ Այսինքն, մինչև այդ միգուցե շատերը իմ անունս չգիտեիք, ինչ չէիք ճանաչում, որոշակի դեպքեր, իրադարձություններ տեղի ունեցան։ Դուք Facebook-ից արդեն հայտնի եք, որ Կադիրովի նման ղեկավար էիք ցանկանում Հայաստանի համար։ Ես ճիշտն ասած հիմա էլ եմ Կադիրովի նման ղեկավար ցանկանում։ Եվ սխալ չեմ համարում։ Այսինքն իսկ դուք կարծում եք, որ Կադիրովը բռնապետ է։ Այդ նույն բանը Չեչնիայում կարող եք հայտարարել։ Չեչնիայի ժողովուրդը իրեն շատ սիրում է։ Դուք այս նույն բանը Չեչնիայում չեք կարող։ Ես չեմ ուզում մտնել քաղաքականության մեջ։ Տարիներ առաջ ես նաև որևէ մեկ
իրի կամ առարկայի մասին հնարավոր էր, որ այլ պատկերացում ունենայի, բայց թույլ տվեք ասել, որ ես մեծացել եմ, զարգացում է որոշակի տեղի ունեցել, հետընթաց թե առաջընթաց, սրա մասին ես չէ, որ պետքա վկայեմ, բայց ես շատ շնորհակալություն այս հարցի համար, լավ հարց տվեցիք, ինչու այս արշավի ֆոնին, ես հարցին պիտի փորձեմ հարցով պատասխանել, ինչու եկեղեցու հետ կապված այս ամբողջ թնջուկի մեջ որոշեցին ինձ այսքան հալածել, որովհետև տարի ու կես է Տեր Արամը հալածվել է, սիրելիներ, ուզում եմ որ արձանագրեք, ես հալածված կերպար եմ, ստորացված կերպար եմ իմ եկեղեցական վերադասի կողմից ու որոշել եմ այլևս չլռել ու սրա մասին չասել։ Իմ կարծիքով դուք պետքա յուրաքանչյուր քաղաքացու եւ արդարության շահերը պաշտպանեք, ձեր անելիքը լուսաբանելն է եւ չգիտեմ, հիմա այստեղ լրատվականներ եմ տեսնում, որ միգուցե ներողություն եմ խնդրում ասածից համար, ֆինանսավորվում եք ինչ որ X մարդուց կամ կազմակերպությունից, բայց ասում եմ Պլատոնի իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։ Եկեք մենք փորձենք մեզ համար կարևորել ճշմարտությունը, կարող եք ինձ չհարգել, կարող եք ինձ չճանաչել, բայց վերջապես ես բարձրաձայնում եմ, ասում եմ ժողովուրդ, խնդիր կա։ Հիմա ես կարգալույծ եմ եղել նրա համար, որ ես ուղղակի ասել եմ խնդիր կա։ Հասկանում եք, այսինքն հիմա ով է հակա եկեղեցականը, այն մարդը, ով որ ասում է, որ եկեղեցու մեջ խնդիր կա, եկեք խնդիրը լուծենք, թե այն մարդը, որ խնդիրը կոծկում է։ Իմ կարծիքով խնդիրը կոծկողը պատարակների ժամանակ չեք հիշատակել ձեր թեմակալ առաջնորդին եւ կաթողիկոսին։ Ես ուզում եմ ուրեմն շեշտել, որ ես կաթողիկոսին ուրեմն շեշտել եմ, հիշատակել եմ, ես չեմ հիշատակել Արագածոտնի թեմի առաջնորդին։ Պատարակի տեքստ փոխելու Ես տեքստ չեմ փոխել, ուղղակի անուն կար, որ կարծում էի պատարակի ժամանակ չպետք է տայի այդ անունը։ Չէ, անձնական չի, այն ընդդիմությունը, որ ձևավորվել էր իր անձի շուրջ, նաև մեր թեմում, հուշում էր ինձ, որ այդ մարդը հոգևորի հետ կապ չունի, իսկ պատարակը սրբազան խորհուրդ է, իսկ սրբազան խորհրդի ժամանակ հոգևորի հետ կապ չունեցող մարդկանց անուններ չպետք է տա։ Դուք եք Ինչպես է, հա, կարգը, պայմանագիր աշխատանքային կնքվում է թե ոչ, աշխատանքային օրենսգիր կես դեպքում։ Աշխատանքային պայմանագիր մենք չենք կնքում, տեսեք, անգամ կարգալուծության հետ կապված, երբ որ բերել են այդ հրովարտակը ցույց էին տվել, որտես աշխատանքային քո պայմանագիրը այլևս խզված է, մենք երբ որ հոգևորական ենք դարձել, մենք պայմանագիր չենք կապել մարդու հետ, մենք պայմանագիր ենք կապել Աստծո հետ, ծառայելու մեր ժողովրդին, ավետարան համար չեք, չէ՞ ծառայում։ Չենք կնքում։ Դուք Կիրակի պատարակ եք հրավիրել, ձեր աջակիցներ ունեք աջակիցներ, ովքեր կողմ են։ Իմ աջակիցները կարծում եմ, չէ՞։ Թե չէ։ Ես հայ առաքելական եկեղեցու աջակից եմ։ Աջակիցն եք։ Կան ձեր ներողություն էլի վերջացնեմ հարցս։ Ձեր աջակիցներ կան, ովքեր ցանկանում են, որ դուք այդ պատարակ իրականացնեք, եւ կան մարդիկ, ովքեր դեմ են, որ դուք իրականացնեք, հաշվի առնելով, որ կարգալույծի կարգավիճակ ունեք, որքան էլ որ դուք ներողություն էլի, որքան էլ որ դուք չեք ընդունում կարգալույծի կարգավիճակը, չեք անհանգստանում, որ վանքում կարող են իրադարձություններ տեղի ունենալ, բախում, հա, ու չգիտեմ, այլ կերպ ընթանա։ Ասած չեմ անհանգստանում, չեմ անհանգստանում, մարդկանց կարծիքները կարող են տարբեր լինել, ինչպես նրանց քթերը, որովհետև ինչքան մարդ, այնքան կարծիք, բայց եթե այն հասարակությունը, որը պաշտպանում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, այդ հասարակությունը եւ ժողովուրդը չի կարող առաջինը լինել հայհոյող, սա ուզում եմ արձանագրել, որովհետև այս ամբողջ ընթացքում եկեղեցապաշտպանները մեկը մյուսին հերթ չտալով հայհոյում էին առանց ամբողջական տեղեկություններ ունենալու եւ ես ուղղակի հասկացա, որ այն մարդիկ, ովքեր որ այս ընթացքում ինձ հայհոյել են, ուղղակի եկեղեցու հետ կապ չունեն եւ այս մարդիկ հայհոյողները չեն կարող եկեղեցի փրկել, ուղղակի չեն կարող եւ մենք պետքա կեղծիքին ու ստին վերջ դնենք եւ եկեղեցին պետքա մաքրվի այս իմաստով եկեղեցին իհարկե մեղավորների տեղն է, բայց այն մեղավորների, ովքեր որ ուզում են մաքրվել, իսկ այն մարդիկ, ովքեր ցանկություն չունեն ապաշխարելու, սրբվելու, մաքրվելու եւ որոշել են, որ իրենք եկեղեցին են, շտապում եմ այդ մարդկանց հիասթափեցնել, որ մենք մեր եկեղեցին կպաշտպանենք։ Դուք ասում եք, որ ամուսնացածը չի կարող կաթողիկոս լինել, 1-2 ժամ առաջ եք հայտարարել։ Ինչ տեղեկություններ ունեք, կարող եք ավելին մանրամասն։ Այո, ես տեղեկություններ ունեմ, իմ տեղեկությունները ճշտված են, 100%-անոց են, ու եթե կասկածում է Մայրա,
թորը կամ ամենայն հայոց կաթողիկոսը կարող է դիմել դատարան եւ ես դատարանում կհաստատեմ իմ ասածները։ Ասում եք ամուսնացած է, ինչու եք այդ դեպքում շարունակում ասել ամենայն հայոց կաթողիկոս։ Դե դուք ասեցիք, ես էլ շարունակեցի ձեր ասացի։ Դու հիմա ձեզ համար Գարեգին երկրորդը ամենայն հայոց կաթողիկոս է, թե ինչպես իշխանության շահ։ Եկեք ես այդ հարցին չպատասխանեմ։